Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, մենք փորձում ենք on-line տիրույթում երկու հիմնական ու կարևոր խնդիր լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, որը իրականում մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Դուք գիտեք, որ կնոջ համար ասում են ամենամեծ երազանքների գնալու առաջին քայլը միևնույնն սկսում է իր արտաքինից։ Դիմահարդարման արվեստին մենք շատ հաճախ ենք անդրադառնում, որովհետև դիմահարդարի ձեռքում մեծ հնարավորություն կա, այնպես անել, որ դու ինքդ քեզ երջանիկ զգաս։ Մենք շատ կարևորում ենք այն մասնագետներին, ում աշխատանքի արդյունքում ոչ թե ուղղակի դեմքի ուրվագիծը, գույները, երանգը, աչքերը, այսինքն այս դիմագծերի վրա է շեշտը դրված, այլ տրամադրության ու աչքերի փայլի։ Կան մասնագետներ, որոնք իրականում տիրապետում են դիմահարդարման արվեստին, կան մասնագետներ, ովքեր կնոջ դեմքը տեսնում են որպես կտավ, իսկ կան նաև մասնագետներ, որ այս ամենին գումարվում է նաև կնոջ ներքինը, ներաշխարհը, հոգեբանությունն ու հոգին տեսնելու արվեստը։ Մենք այսպիսի մասնագետի հետ ենք այսօր զրուցում եւ աշխատանքներին նայելով վստահ կարող եմ ասել, որ դուք էլ կհասկանաք ինչի մասին է խոսքը եւ կհասկանաք, որ այստեղ մի քիչ ավելին է, քան ուղակի ձեր գեղեցկությունն ընդգծելը։ Սիրով այս պահին ուզում եմ նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել դիմահարդար Միլա Մակթաղյանին։ Միլա, ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցանք հանդիպելու։ Շատ հետաքրքիր ու տարբերվող է նախ ձեր էջը, որտեղ ամբողջ էությունը ձեր աշխատանքի կարծում եմ ներկայացված է։ Ես էլ շատ շնորհված եմ ու շատ ուրախ եմ հրավերի համար։ Երևանից եք մեկնել, 9-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել եք, արդեն ավագ դպրոցը նահանգներում եք։ Ավագ դպրոցն ավարտել եք նահանգներում։ Այո, այստեղ արդեն շարունակել եմ նահանգներում, մոտավորապես 5 տարի է, որ այստեղ ենք։ Ավագ դպրոցը շարունակելուց հետո արդեն ընդունվեցի քոլեջ եւ այս տարի ավարտեցի քոլեջն էլ, ընդունվեցի հենց հոգեբանության գծով։ Այո, հոգեբանության գծով, հետաքրքիր է, բայց ինչպես եղավ, որ այս որոշմանը եկաք։ Փոքր ժամանակվանից ընտանիքս շատ էր ուզում, որ բժշկությամբ զբաղվեի։ Ընտանիքում ոչ ոք չունենք, բայց միակ բժշկության գիծը, որ սկսեց ինձ հետաքրքրել որոշ չափով, դա հոգեբանությունն էր։ Իհարկե ապագայում պլաններ կան նաև դեպի հոգեբուժություն շարունակել։ Հիմա արդեն ընդունվել եմ նաև բակալավրս եմ շարունակում համալսարանում նույն բաժնով։ Հուսամ արդեն կհասնեմ նաև հոգեբուժության նպատակին։ Այո, այսինքն հոգեբանությունից նաև հոգեբուժություն, հետաքրքիր է։ Ես հասկանում եմ, որ հոգեբանությունը, այսինքն սկզբում գուցե ընտանիքն է այդպես նաև ուղղորդել, բայց ձեզ սկսել է հետաքրքրել ուսումնասիրելով։ Հա, սկսել է հետաքրքրել կարդալով, լսելով արդեն, ես հասկացա, որ այդ միակ գիծն է, որ պետք է ես գնամ։ Ձեզ հետ այդ կոնտակտը եւ այլն շատ արագ է ստացվում, փոխվստահության մթնոլորտը ձևավորվում է։ Սա բնավորության գծերի հետ է կապված, թե նաեւ մասնագիտության հետ ինչ որտեղ Միլա։ Կարծում եմ ավելի շատ բնավորության գծերի հետ է կապված, որովհետև ինքս բնավորությամբ շատ հանգիստ եմ, հանդարտ եմ ու ես հրակացնում եմ, որ ընտանիքս դրանից ելնելով է որոշել, որ միգուցե բժշկությունը ինձ ավելի համապատասխան կլինի։ Երևի ավելի շատ բնավորությունից է կապված։ Բնավորությունից հրաշալի է։ Իսկ այդ դիմահարդարումը, երբ ձեր աշխատանքներին նայում ես հենց այս էջով, երբ կարող են մտնել, տեսնել, այս աշխատանքներին նայում են, տպավորություն է, որ շատ երկար տարիների փորձ ունեք, միշտ զբաղվել եք, միշտ հետաքրքրվել եք, բայց փաստորեն շատ մի քանի տարի է, որ այս ասպարեզով պրոֆեսիոնալ եք զբաղվում։ Այո, իրականում խոսքը գնում է ընդամենը մի քանի տարվա մասին, իհարկե փոքր ժամանակվանից է եղել էլի դիմահարդարման սերը, մայրը շատ կանացի է ու երբ որ ինքն էր շպարվում, ես կողքից պետքա պարտադիր նայեի, հետևեի, տեսնեի ինչպես է դա արվում ու հետո շատ ժամանակ ինձ կարող էր թույլատրել, որ ես իր կոսմետիկի միջոցները օգտագործեի մոտ 1-2 ժամով ու հետո գայի ցույց տայի իրեն, թե ինչպես եմ ես դիմահարդարվել։
Այդ հարցում ինքը փոքր ժամանակվանից ինձ շատ է աջակցել, հետո արդեն դեռահաս տարիքում, երբ որ որոշեցի, որ ինչ-որ քայլեր պետք է անեմ այդ ուղղությամբ, սկսեց ինձ միջոցներ առնել կոսմետիկի եւ ավելի աջակցել այդ հարցում, որոշեցինք, որ պետք է Գոհար Ավետիսյանի դասերը վերցնեմ on-line, երբ որ տեսել էի, շատ էի ուրախացել ու on-line տարբերակով վերցրեցինք թե դասերը, թե դիմահարդարման դասերը եւ թե մարքեթինգի դասերը իր։ Եվ 21 թվականից սկսեցի արդեն դրանով զբաղվել։ Իհարկե դեռ միայն տանն էի զբաղվում, շպարվում, մաքրում, մինչև գիշերվա 3-ը կարող էի դրանով զբաղվել, բայց հետո արդեն հասկացա, որ մի քիչ ավելի լուրջ է պետք մոտենալ այդ ամենին։ Բայց հետաքրքիր է, այսինքն բնավորությունը ձեր այդպիսին է, ինչով որ սկսում եք զբաղվել, եթե ձեզ հետաքրքրում է, որոշում եք անընդհատ խորանալ, ամբողջը բացահայտել, չեք սիրում մակերեսային ինչ-որ բան իմացաք, բավարար է։ Հիմնականում, եթե ինձ հետաքրքիր է լինում, ուրեմն չեմ թողի եւ կշարունակեմ մինչեւ զբաղվել դրանով։ Փաստորեն սերտիֆիկատը արդեն 2021-ին ստացել եք, դրանից հետո որոշել եք նորից շարունակել, այսինքն մեյքափի այս ասպարեզը դիմահարդարման շատ ձերն է եղել, որոշել եք շարունակել նաև ամերիկյան ակադեմիայում ուսանել։ Այո, 21 թվականից հետո այդ ժամանակահատվածում միայն հիմնականում ինձ էի շպարում կամ տան անդամներին եւ դրանից հետո արդեն ընդունվեցի ամերիկյան ակադեմիա, Մայքլ Վինսենթի ակադեմիան, որը 23 թվականին ավարտեցի։ Ինչի չընտրեցի հայկականը, այլ հենց ամերիկյանը, որովհետեւ ուզում էի աշխատել ավելի տարբեր դիմագծերի հետ, տարբեր մաշկ ունեցող մարդկանց հետ ու իրոք շատ մեծ փորձ տվեց ինձ կոնկրետ ակադեմիայում անցկացնելը։ Այո, փաստորեն իրականում սա շատ հետաքրքիր փորձ է, այսինքն յուրաքանչյուր մաշկը ու դեմքի առանձնահատկությունը կարողանում եք զգալ, բայց հոգեբանի մասնագիտության հետ զուգահեռ կարելի է, չէ՞, տանել։ Այո, զուգահեռներ շատ կան, կարծում եմ, որովհետև նախ առաջին հերթին հոգեբանությունը օգնում է շփվել մարդկանց հետ, ավելի թեկուզ առաջի հայացքից մի քանի հեշտ կարծիք ձևավորել մարդու մասին, ու կարծում եմ դա շատ է օգնում, երբ որ թեկուզ հանդիպում եմ հաճախորդին կամ մոդելին կամ ինչ-որ մարդու հետ ում պետք է աշխատեմ դիմահարդարման ընթացքում արդեն։ Երկրորդ զուգահեռը կարծում եմ, որ դիմահարդարման ժամանակ ես օգնում եմ կանանց ավելի լավ զգալու իրենց, ավելի ինքնավստահ զգալու իրենց, միգուցե ինչ-որ մի ինդիվիդուալություն իրենց մեջ ընդգծելու, նույնը կարծում եմ հոգեբանության մեջ, որ նաև այդ դեպքում էլ ես օգնում մարդկանց, մի քիչ ավելի ուրիշ տարբերակով, ավելի զգացմունքային առումով, ավելի մտավոր, բայց երկու դեպքում էլ օգնություն կա, որը կարծում եմ առաջին պատճառն է, որ ինձ մղում է ընտրել այդ մասնագիտությունները։ Այո, իսկապես երկուսն էլ ինքնագնահատականն են բարձրացնում, իրենք իրենց ավելի վստահ են զգում եւ փաստորեն ստացվեց, ինչպես ասում են, հստակ ու շատ հանդարտ քայլերով եկավ երևի երազանքին մոտենալու պահը, փաստորեն Հոլիվուդում արդեն կարողացաք բացել ձեր ստուդիան։ Այո, իհարկե շատ անսպասելի էր եւ մոտավորապես 1-2 տարի անցավ մինչեւ բացելը, որովհետեւ պետք էր մոտավորապես 1 տարի, որովհետեւ դեռ աշխատում եմ հիմնականում մոդելների հետ կամ դրսում ուրիշ դիմահարդարների հետ, լուսանկարիչների հետ կարող էի համագործակցել, բայց անակնկալ տարբերակով ընկերս ինձ օգնեց բացել փոքրիկ ստուդիա այստեղ, որը ճիշտ է փոքր է, բայց իմ համար սենց մեծ նպատակ ու մեծ ճանապարհ այս ասպարեզ։ Սա իրականում շատ մեծ քայլ է, ես կարծում եմ, որ շատերը, շատ կանայք իրականում պիտի շնորհակալ լինեն Միլան, ձեզ հետ միասին նաև ձեր ընկերոջը, որ այս հնարավորությունը տվեց, որովհետև ձեր դուք նշում եք փոքր, բայց այս հաճելի, շատ գեղեցիկ սրահից դուրս են գալիս մարդիկ երջանիկ, իսկ դա երևի ամենակարևորն է։ Նաև մթնոլորտը այսպես հանդարտ, հանգիստ, շատ կապ ունի, չէ՞, հենց անձի իր էներգիան կարծես տարածվում է սրահում։ Ես էլ եմ կարծում, որ անձը կապ ունի եւ եզրակացնում եմ, որ այն հաճախորդները, որ մնում են հավատարիմ, այսպես ասած, հենց կապ ունի երևի մեր կապը իրար հետ, մեր զրույցները կամ մեր անցկացրած ժամանակը եւ կարծում եմ, որ հենց այդպես լիարժեք մարդ պետքա դուրս գա սրահից եւ դա կլինի հենց հիմնական պատճառը ետ վերադառնալու, իհարկե նաեւ խոսքը գնում է լավ դիմահարդարման մասին եւս։ Այո։
Իհարկե, նաև պրոֆեսիոնալ, այսպիսի պրոֆեսիոնալիզմ մենք ընթացքում տեսնում ենք եւ դեռ կտեսնենք իհարկե նկարները, դուք կտեսնեք դեմքերը կանայք, ովքեր երջանիկ են, որովհետեւ կարողացել են Միլայի շնորհիվ ասել այն, ինչ իրենք են ուզում իրենց մասին ասել։ Մենք մասնագիտականին ձեր թույլտվությամբ դիմահարդարման հետ կապված այդ տենդենսներին նոր ինչ-որ բաներին դեռ կանդրադառնանք։ Ես գիտեմ, որ նաև որպես հոգեբան փաստորեն շարունակում եք եւ ինտերքեր թերապի այս ուղղությունը դուք նաև ուսանել եք եւ աշխատում եք։ Այո, քանի որ ավարտեցի այս տարի դիպլոմս վերցրեցի քոլեջից, որոշեցի, որ պետք է հենց շարունակեմ նաև աշխատանք ունենալ այդ ուղղությամբ ու ինչ-որ քայլեր ձեռնարկել, որոշեցի հենց սկսել երեխաների հետ աշխատանքս, քանի որ ինքը սիրում եմ երեխաներ, ունեմ փոքր եւ հասկացա, որ դա էլ ինչ-որ միգուցե հետո էլ եւս երեխաների հետ աշխատեմ, որոշեցի փորձնական ինչ-որ մի քայլ լինի Եվ սկսեցի աշխատել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ կամ հիմնականում աուտիզմ ունեցող երեխաների հետ։ Դեռ ամեն ինչ դուր է գալիս ու հուսամ արդեն միգուցե նաև ապագայում շարունակեմ։ Միլա, բայց փաստորեն դուք կարողանում եք մի քանի ուղղությամբ պլանավորել ձեր գործունեությունը եւ հանդարտ այսպես գնալ։ Ուրիշ մեկը կդժվարանար նոր ստուդիա հիմնելու պարագայում նաև այլ աշխատանքով զբաղվել։ Իհարկե դժվար է, բայց փորձում եմ բոլորը հասցնել եւ նաեւ կարծում եմ լինելով 20-ների, 30-ների տարիքայինների մեջ ես կարծում եմ, որ պետք է այս տարիքում փորձել ամեն ինչ, թեկուզ ինչ-որ նպատակներ կամ թեկուզ ինչ-որ ուղղակի իդեաներ սկսել, նորից միգուցե չստացվի, հետո նորից փորձել, որովհետեւ կարծում եմ, որ այլ ժամանակ չես ունենա հասնել այդ նպատակներին։ Այդ իսկ պատճառով պետք է հենց այս տարիքում մի քիչ շատ վազվզել եւ որ արդյունքը տեսնես ավելի ուշ։ Դուք նաև սիրում եք նկարել, այսինքն նկարչական հմտություններ ունեք։ Նշում եք ինքնուս, բայց սա էլ է գեներով անցել։ Այո, ինքնուս չեմ ասի, որ այո, պրոֆեսիոնալ ինչ-որ միտեղ նկարել եմ կամ ինչ-որ պրոֆեսիոնալ բանի հասել եմ, բայց ուղղակի սիրողական շատ ժամանակ տանը կարող եմ կտավին նկարել, մայրս էլ է շատ լավ նկարում սիրողական, բայց կարծում եմ դիմահարդարումն ու նկարչությունը իրար նման են, որովհետև փակագծերում կարող ենք ասել, որ նկարում ես մարդու դեմքին, նամանավանդ ես շատ սեր ունեի հատուկ special effect-ների դիմահարդարման նկատմամբ, իհարկե դա չեմ սովորել ոչ միտեղ եւ պրոֆեսիոնալ չեմ կրթվել այդ առումով, բայց տանը միշտ ինձ դա գրավել է։ Լույսի ու ստվերի զգացողությունը շատ ուժեղ է ձեզ մոտ, դա նկատելի է նույնիսկ նկարներից, հեռվից հեռու, ինչպես ասում են։ Շնորհակալ եմ։ Հա, փորձում եմ այնպես անել, որ չկորցնեմ անհատի ինդիվիդուալ լինելը, որովհետև ինչ-որ մեկի դեպքում աչքերն են գեղեցիկ, մյուսի դեպքում քիթն է գեղեցիկ, ու ես կարծում եմ հենց դիմահարդարումը օգնում է նրանում, որ շտկենք այն ինքնավստահությունը, որ չունի այդ կինը կամ աղջիկը եւ ընդգծենք այն գեղեցիկ հատվածները դեմքի, որը որ իրեն տարբերում է ուրիշից։ Ես նկատեցի, որ հիմա այս շատ տրենդային են բոլոր դիմահարդարումներն իրար նման, ուրվագծային այս շտկումներով կարողանում են ստանալ այդ օսկրեր, բոլորինը իրար նման, իսկ դուք դեմքի օվալը ուրիշ կերպ եք ընկալում։ Այո, ինձ թվում է դա ավելի շատ կախված է ամեն մեկի դեմքի ստրուկտուրայից եւ կառուցվածքից։ Ես չեմ կարծում, որ պետք է նմանակել, որովհետեւ լինում են կլոր դեմքեր, լինում են ավելի երկար դեմքեր ու հնարավոր չի երկուսն էլ նույն ձև դիմահարդարել։ Պետք է համահունչ լինի, անպայման թե արտաքինը, թե ներքինը իրար հետ։ Շատ ժամանակ, երբ որ ինձ նկարներ են ուղարկում միջև դիմահարդարվելը, թե մոտավորապես ինչ ակնկալիքներ ունեն, լրիվ ուրիշ նկար է լինում, երբ որ ես անում եմ նույնը իրենց դեմքին կամ ցույց եմ տալիս կամ սկսում եմ, լրիվ ուրիշ պատկեր է լինում։ Այսինքն մարդիկ չեն հասկանում նկարներով, թե ինչքան շատ իրականում կոսմետիկա կա նկարի մեջ, բայց երբ որ դա կրկնվում է, հասկանում եմ, որ չէ, միգուցե դա իրենց համար շատ է լինում։ Դրա համար փորձում եմ միջև դիմահարդարումը անպայման խոսել բոլորի հետ, հասկանալ ինչ պատկերացումներ ունեն, հասկանալ ինչ տեսակի մարդ է, որովհետև կարծում եմ դրանից արդեն շատ բան է գալիս, դու ենթագիտակցորեն պատկերացնում ես, թե մոտավորապես ինչ կսազի, ինչ չի սազի կամ ինչպես կուզի տվյալ անձը։ Ինչ ինքը կհավանի, իսկապես սա շատ կարևոր է։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք պարբերաբար, երբ նշում ենք, որ
պրոֆեսիոնալիզմին պիտի անպայման այդ էներգետիկան, աուրան, մոտիվացնող լինելը եւ իր տեսակը գումարվի, հենց Միլա Մակթաղյանի մասին է կարծում եմ այս դեպքում ճշգրիտ խոսքը, որովհետեւ դիմահարդարը պիտի կարողանա մի քիչ հասկանալ ձեր էությունը։ Իսկ այս դեպքում, երբ մասնագիտությամբ դիմահարդարը նաեւ հոգեբան է, այս դեպքում իսկապես շատ բան մի քիչ ավելի ուրիշ է լինում, որովհետեւ կարողանում են ձեր ներսն էլ տեսնել։ Միլա, ես ուզում եմ մի քիչ մասնագիտականին մի քանի ուղղություններին անդրադառնանք։ Փաստորեն հիմա առավել տարածված է նատուրալ ասվածը, բնականաբար երեկոյան մեյքափը, հարսանեկան, բոլոր այս դիմահարդարում ցանկացողները կարող են դիմել ձեզ։ Այո, իհարկե, բոլորն էլ կատարվում է սրահում, նաև եթե ցանկություն կա, այցելում եմ նաև տներ, որովհետև շատ ժամանակ մարդիկ ուղղակի ելնելով այստեղի թրաֆիկներից եւ այն որ չեն կարողանում հասցնել եւ շատ երկար է տևում վարելը, շատ ժամանակ մարդիկ ընտրում են որ տանը դա կատարվի, որը հնարավոր է։ Հիմա թրենդային է, այո, շատ նատուրալ ավելի լուքերը, շատ է ակցենտը դրվում հիմնականում երանգներին այս 25 թվականին, աշխատում եմ նաև մոդելների հետ, որովհետև ակադեմիայում սովորելու ընթացքում ես այդ հնարավորությունը ստացա, որ սովորել ինչպես աշխատել սեթերում, այսինքն երբ որ դու ունես մոտավորապես մի ժամանակ ու սպասում են 5-6-7 մոդել ու դու պետք է այդ ընթացքում բոլորին սպասարկես ու կատարես այն ինչ որ շտապ ծածկել կամ շատ շտապ ուղղել եւ նաեւ դա ինձ օգնեց շատ ավելի արագ աշխատել, ձեռքս շատ ավելի լավ բացել, բացի նաեւ այդ մեյքափներից ես նաեւ կատարում եմ աշխատում եմ մոդելների հետ ու համագործակցում եմ լուսանկարիչների հետ, որովհետեւ նաեւ տեսախցիկի հետ աշխատելու ժամանակ մի քիչ ավելի փոխվում է մեյքափը։ Ես գիտեմ, որ նաեւ այստեղ դուք ինքներդ տեսախցիկ եք գնել եւ սոցարթակների ավելի ակտիվացնելու համար ձեր էջերը, հա, նաեւ ինքներդ եք աշխատում։ Այո, որոշեցինք ընկերոջս հետ, որ ինձ պրոֆեսիոնալ տեսախցիկ է պետք, որովհետև թե նկարների, թե ընդհանրապես վիդեոների ու սոցիալական հարթակը զարգացնելու համար շատ կարևոր է պրոֆեսիոնալ լույսեր եւ ավելի լուրջ պետք է ինձ թվում է վերաբերվել դրան, որովհետև նաեւ կասեմ սա, որ միջև այն ժամանակ դիմահարդարները եթե ուղղակի կատարեին իրենց աշխատանքը, մարդիկ փոխանցում էին ինֆորմացիան կամ տվյալների միմյանց եւ շատ հեշտ էր տարածվում, իսկ հիմա դարը փոխվել է ու շատ է փոխվել ամեն ինչ, հիմա սոցիալական հարթակները կարծում եմ առաջնային տեղն են գրավում մեր կյանքում ու ինչի որոշեցի ավելի պրոֆեսիոնալ վերաբերվել դրան, որովհետև անպայման միջև դիմահարդարի մոտ գնալը աշխատանքներն են նայվում եւ հենց շատ ժամանակ մարդիկ ինձ գտնում են սոցիալական հարթակների շնորհիվ։ Այդ իսկ պատճառով որոշեցի մի քիչ շատ աշխատել այդ ուղղությամբ, նաեւ մարքեթինգի դասերը այսքան ժամանակվա վերցրած իզուր չէին եւ պետք էր կիրառել հենց այս ամենի վրա, կամ պետք է ունենաս ինչ-որ մեկին, ով պետք է կատարի աշխատանքը քո համար, խոսքը գնում է SMM մասնագետ կամ պետք է ինքդ սովորես ինքնս, այո, եւ փորձես դու ինքդ անել այդ ամենը։ Այո, բայց ամեն ինչը ինչով որ զբաղվում եք, սիրում եք այսպես պրոֆեսիոնալ, լուրջ դասընթացներով, մասնագիտական մասը, միշտ որ ամեն ինչ լինի կատարյալ։ Այո, փորձում եմ ու մանավանդ երբ որ արդյունք ես տեսնում, ես կարծում եմ դա շատ է մոտիվացնում, որ հասկանում ես, որ գնահատում են աշխատանքդ ու փորձում ես ձգտել էլ ավելին, որովհետև փորձում ես ապահովել հենց այդ մակարդակը ավելի բարձրի եւ ավելի բարձրի։ Այո։ Մի քանի բառով նշեցիք, որ նատուրալը փաստորեն հիմա ամենատրենդայինը, ամենաշատ տարածվածը նատուրալ մեյքափն է համարվում։ Այո, որը նաև ասում են անգլերենով clean girl makeup, չնայած որ որոշ չափով մարդիկ կան, որ նշում են դա դուրս է եկել թրենդներից, մարդիկ կան, որ նշում են դեռ որոշ չափով կա, բայց ոչ միայն դրանից նաև ուղղակի natural make-up-ը կոնտրաստ գույների, մոտավորապես այն ինչ որ իմ դեմքին հիմա կա, էլի համարվում է ոնց որ առօրյա, այո, շնորհակալ եմ, դիմահարդարում կան իհարկե երեկոյան, նաև շատ թրենդային են հիմա ստվերաներկերը, որը կոնկրետ մի գույնի են ու հիմնականում մատ տարբերակով, այսինքն չկան ինչ-որ փայլեր կամ եթե որոշում ենք դնել փայլեր, ուրեմն չպիտի լինի կոնկրետ ինչ-որ ստվերաներկ, այլ ուղղակի պետք է լինի փայլեր։ Թրենդային են նաև
շուրթերին շատ ավելի վառ գույն է, որը հենց գտնվում է մեջտեղում, այսինքն չի կոնտուրվում ոչ մի մատիտով, ոչ մի գիծ եւ չի կոնտուր չի անվում ընդհանուր շուրթերը, այլ ուղղակի շատ վառ գույն է տեղադրվում հենց շուրթերի մեջտեղը։ Այս 25-25 թվի տրենդերը կարծում եմ, որ հիմա շատ ավելի տարբեր են, բայց կարծում եմ, որ նաև ամենագեղեցիկ ժամանակն է 25-ը համարված մնացած տարիներին, ինչ որ եղել է մինչև այդ։ Իսկ ինչ վերաբերում է երեկոյան մեյքափներին, հա, ոնց որ երեկոյանից էլ ավելի խիտ, բայց այդ ծանրը կարծես ինչ որ առումով դուրս է գալիս, հա, Միլադ։ Համեմատած իհարկե խոսքը գնում է մոտավորապես օրինակ 10 տարի առաջ կամ թեկուզ մի քիչ էլ, այն ժամանակ շատ ավելի ծանր էր լինում երեկոյան մեյքափը։ Հիմա այդքան չէ։ Հիմա փորձում են բոլոր դիմահարդարներն էլ պահել այդ չափը մեյքափի եւ փորձել այնպես անել, որ դեմքին դա ծանր չերևա։ Միգուցե որ դրվում է այդքան իրականում կոսմետիկա, բայց երբ որ նայում ես մարդուն, մի քիչ շատ ավելի լավ է երևում դիմագծերը, քան կա, հա։ Չնայած որ նաեւ շատ տրենդային է հենց այդ անգլերենով ասած blurred effect-ը, որը մի քիչ ավելի ֆիլտրոտ, ինչպես նաև որ կարող ես նայել մարդուն եւ հասկանալ, որ ֆիլտր կա դեմքին։ Ինձ թվում է դա նաև նրանց է, որ մարդիկ հենց հեռախոսի ֆիլտրներից նաև հոգնել են, ու սա նաև միջոց է, որ իրենք ստեղծեն դա ռեալ կյանքում, բայց նաև լինեն բնական տեսքով։ Այո, բայց այլ է հետաքրքիր, կարծես ֆիլտրի աշխարհում ենք ապրում, արդեն դժվար է այսպես բնականը կարծես չես կարողանում ընկալել։ Բայց ես նկատում եմ, որ նաև աշխատանքների մեջ այդ մաշկի կարծես ես չգիտեմ, դա շատ թե քիչ կոսմետիկա օգտագործելու արդյունքում է լինում, բայց տպավորություն է, որ այսպես շնչող, փայլուն մաշկ է։ Այո, դա նաև թե տրենդներից ելնելով է դա ապահովում, թե ընդհանրապես, քանի որ երբ որ անում ես հաճախորդի վրա էլ այդքան դիմահարդարում, կարծում եմ բոլորն էլ հիմնականում արդեն շատ են սկսում բողոքել այդ դեպքում, որովհետև հասկանում մարդուն ուղղակի կոմֆորտ չի լինում այդքան մեյքափով լինել, մանավանդ երբ որ շոկ է լինում, հիմա արդեն սկսում է, այսպես ասած, սեզոնը բացվել դիմահարդարումների, որովհետև առիթներ են լինում շատ, մանավանդ շոկ լինելու դեպքում, կարծում եմ, որ շատ դժվար է լինում այդպես ման գալը եւ այս տարբերակը դիմահարդարվելու դրա համար եմ ասում, որ 25 թվի դիմահարդարումը կարծում եմ շատ ավելի լավ եւ որակով տեղում է հիմա գտնվում։ Այո։ Ես գիտեմ, որ նաև դուք շատ հետաքրքիր, այսինքն աշխատանքները ձեր մասնագիտացած ինչ-որ առումով տարիքային դիմահարդարման վրա։ Այստեղ շատ առանձնահատկություններ կան, չէ՞։ Իհարկե տարբերություններ կան, ինձ թվում է այն մի հաճախորդին ով 20-ներում, 30-ներում է գտնվում ու մյուս հաճախորդին ով գտնվում է իր 60-ներում, բնականաբար լրիվ տարբեր կոսմետիկա է օգտագործում, լրիվ տարբեր տեխնիկա է օգտագործում, որովհետև պետքա մի քիչ ավելի կոկիկ աշխատել, երբ որ մարդ մի քիչ տարիքով ավելի մեծ է լինում, այդ դեպքում ավելի, չգիտեմ, օրինակ կրեմային, կասիզեցայի բաներ օգտագործել, կոսմետիկա օգտագործել, որովհետև դա ավելի փայլ է տալիս դեմքին, ավելի թարմություն է տալիս դեմքին, քան թե օրինակ մատ, այո, քան թե օրինակ մատ տարբերակը, դա հենց թեկուզ ամենասկզբից դիմահարդարման ժամանակ մեզ սովորացնում են այդ տարբերությունները, որովհետև շատ ահռելի մեծ տարբերություն է լինում, երբ որ այդ սխալները անում ես։ Այսպես հետևողական, հա, մասնագիտականը, գործնականը զուգահեռ կիրառելով դուք կարողացել եք իրականում շատ արագ այս կարճ մի քանի տարիների ընթացքում իսկապես շատ մեծ արդյունքներ, որոնք տեսնում ենք եւ հետաքրքիր է, որ այս նկարներում, այս գործերում ճիշտ են պատկերն է, ինչը որ նկարագրում են նաեւ այցելուները, ձեր հաճախորդները, որովհետեւ այդ զգացողությունը իրենց դեմքից երևում է, որ իրենց շատ թեթև են զգում, այսպես արհեստական ինչ-որ շրջանակների մեջ չեն։ Ինչ վերաբերում է առօրյային, ես գիտեմ, որ դուք նաև հոբին ընկերների հետ եք ժամանակ կարողանում եք հատկացնել ընկերներին, հոբի ունեք, գիտեմ, որ սիրում եք նկարել։ Այո, փորձում եմ իհարկե ամեն ինչ հասցնել։
թեկուզ ընկերների հետ ժամանակ անցկացնելը, ընդհանրապես ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, այստեղ մի քիչ ավելի դժվար է, որովհետև ինչ վերաբերվում է տարբերությանը այստեղ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որովհետև բոլորը զբաղված են լինում ու երբ որ օրինակ ինչ որ տեղ պետք է գնաք ընկերներով, բոլորը պետք է մոտապես մի ամիս առաջ որոշեն թե որ օրը, որ ժամին, որ բոլորը իր գրաֆիկը փորձեն հասցնեն եւ տեղափոխեն ամեն ինչ, որ կարողանաս թեկուզ այդ մի օրը դուրս գալ տնից։ Դա մի քիչ իհարկե խանգարում է, բայց մյուս կողմից էլ եթե փորձելու ենք հասնել այս մասնագիտական ամբողջ այն ինչ որ ես փորձում եմ հասնեմ թե հոգեբանություն թե դիմահարդարում, կարծում եմ որ հենց գալիս է այս ամենից, որովհետև ամեն ինչ sense պլանավորած է գնում, ուրիշ կերպ դա ուղղակի հնարավոր չի անել։ Այո, բայց հասցնում եք ժամանակ գտնել նկարելու, կտավի առաջ երբ կանգնում եք, ամբողջովին փոխվում եք։ Դա հիմնականում լինում է երեկոյան ժամերին, արդեն շատ գիշերվա ուշ ժամերին, երբ որ ոչ ուրիշ ոչնչով չեմ կարողանում զբաղվել եւ կամ շատ հոգնած եմ լինում, էմոցիոնալ առումով ավելի շատ ու եւ որոշում եմ, որ պետքա որոշ չափով նկարչությամբ զբաղվեմ, որ մի քիչ հանգստանամ, մի քիչ ինձ օգնում է դա մտքերս հավաքել, նաև ուղղակի ժամանակ անցկացնել ինքս իմ հետ, կլինի դա ֆիլմով անել կամ երաժշտությամբ, ուղղակի ինչ որ մի կերպ հանգստանալու ձև է դա իմ համար։ Այո, հրաշալի է։ Միլա, շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, շատ հետաքրքիր եւ այսպես ոչ միայն ինֆորմացիայի առումով, այլև ձեր այսպես էմոցիաները։ Ամեն ինչի մեջ դուք այնքան էներգիա եք դնում ու տպավորություն է, որ այդ էներգիան իրականում տարածվում է, բոլորը մտածում են, որ այո, այս պահից սկսած պիտի ինչ-որ բան իմ կյանքում եւս փոխեմ, ինչ-որ նոր բան սովորեմ եւ այսպես հետաքրքրվեմ նաեւ նորով։ Այո, որովհետև կարծում եմ, որ շատ ժամանակ մարդիկ երբ որ ինչ-որ բան են փորձում սկսեն, կապ չունի դա կլինի կրթության առումով, ասպարեզով թե աշխատանքի, ուղղակի թեկուզ բիզնես, սկզբից շատ դժվար է լինում, փորձում ես միանգամից ձեռքերդ թուլանում են, մտածում ես, որ չի ստացվի, բայց կարծում եմ այդ հիմնականում 3 բան է, որ կարծում եմ դա օգնում է, դա առաջին հերթին աջակցությունն է շատ, երբ որ թե մայրիկիս կողմից, թե ընկերոջս, թե ընդհանրապես ընտանիքիս կողմից աջակցությունը իմ որոշումների մեջ շատ կարևոր է եղել միշտ։ Երկրորդը կարծում եմ աշխատասիրությունն է, որ երկու դեպքում էլ շատ կարևոր է ու պետք է։ Եվ կարծում եմ երրորդը մի քիչ համբերատար լինելն է, որովհետև առանց դրա, երբ որ փորձում ես փոքր քայլեր անել, միգուցե դա չի երևում սկզբից, բայց հետո երբ որ հետ ես նայում, տեսնում ես մի ամբողջ ճանապարհ ես անցել ու ինչ փորձ ես ձեռք բերել։ Դրա համար երևի միակ խորհուրդը կլինի, որ մարդիկ չփորձեն շատ հեշտ հանձնվել ու միջև վերջ քայլեն, չնայելով թե կողքից ինչ կլսեն, ինչպես կխոսեն, ինչպես կարձագանքեն, ինձ թվում է, եթե աշխատասիրությունը կա, ամեն ինչ հնարավոր է։ Շնորհակալ եմ շատ Միլա, ես ուզում եմ որպեսզի միշտ այդ կարևոր առանձնահատկությունը բնավորության տեսակի մարդկային որակի ունենաք եւ ուզում եմ որ բոլոր ասպարեզներում իրականում հաղթանակներ գրանցեք, որովհետեւ դուք միշտ կարողանում եք մարդկանց օգնել, որպեսզի բարձրանա ինքնագնահատականը, ձեր բոլոր մասնագիտություններն ինչ որ առումով կապված են իրար հետ, այս առումով եւ դուք էլ ձեր տեսակով նաեւ առանց այսպես շատ բարձր բառերի խորհուրդներ տալու, բայց ձեր մեկ նախադասությամբ կարողանում եք մարդկանց իսկապես օգնել, որպեսզի ուրիշ հայացքով նայեն աշխարհին ու իրենց համար շատ բան համարեն հնարավոր։ Շատ հաճելի էր ինձ։ Ինձ էլ նմանապես շատ ուրախ եմ Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, գիտեք, զրույցի ընթացքում մենք պարբերաբար դուք տեսնում եք, հասցեն հեռախոսամար, ինչպես կարելի է գտնել Միլա Մակթաղյանին, եթե որևէ կարևոր առիթ ունեք եւ նահանգներում եք, Գլենդելում եք, Հոլիվուդում եք, առհասարակ կարելի է զանգահարել, Միլան նշեց, որ բացի իր շատ հետաքրքիր գողտրիկ ու այս տաքուկ անկյունից, ստուդիոից նաեւ կարող եք տանը այս հրաշալի սպասարկումը ունենալ, բայց ամենակարևորը երևի բոլորի համար, անկախ նրանից աշխարհի որ անկյունում են, այսօր
այսօր նաև այն էր, որ իսկապես, եթե մարդը սիրում է ոլորտը, որ ստեղծագործում է, եւ նույնիսկ եթե մի քանի ասպարեզներում ծրագիր ունի երկար շարունակության, շատ կարեւոր է որպեսզի սկսել եւ յուրաքանչյուրի համար գտնել փոքր քայլերին տիրապետելու արվեստը, փոքր քայլեր, որոնք պիտի տանեն դեպի մեծ հաղթանակներ։ Առհասարակ ժամանակների մեջ միշտ կարևորվում են մարդիկ, ովքեր կարողանում են իրենց ասպարեզում գնալ դեպի կատարելության։ Եվ այս առումով հրաշալի ու պրոֆեսիոնալ մասնագետի հետ էինք այսօր զրուցում, որ ինձ շատ հաճելի էր, որ երբ երիտասարդ ու պրոֆեսիոնալ մարդը կարողանում է իրականում իր ծրագրերի հետ կապված այսքան նաև համբերատարություն դրսևորել։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, հեռախոսահամարը հասցեն եւ աշխատանքների շատ փոքր մի հատված իհարկե մենք տեսանք, բայց այս պահին ես ուզում եմ, որպեսզի իրականում յուրաքանչյուրս մեզ համար կարողանանք սահմանել երազանքներ։ Գիտեք, տպավորություն է, որ հեշտ բան է, յուրաքանչյուրն ունի երազանք, բայց այդպես չի։ Պիտի կարողանաս երազանքին վերջնաժամկետ նշանակել, ինչպես ասում են, դարձնել դա նպատակ եւ հասկանալ, որ փոքր քայլերով, բայց հնարավոր է հասնել դրան։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։